Այսօրվա գդրվածքով նախկին նախագահները գխանկարեն ընդդիմության կորձը։ Դուք ինչքանով համաձայնեք, դուք ցեզ ուր կդեսնեք այդ ոճի բայկարի մեջ։ Նախկին նախագահների իշխանություն վերադառնալու պատվանը փակվեց Արցախի կորստով։ Այդ մարդիկ իրենց քաղաքական կենսագրության համար, իրենց նախագահության համար պարտական էին Արցախին։ Իշխանություն վերադառնալու էջը փակված եմ համարում, բայց արհեստական եմ համարում, որ անդադ նստենք ասենք այրանք կերանենք, հա, երկե։ Ստեղծի, իրենք այսպես թե այնպես տարիքի բերումով էլ քաղաքական դաշտից կերանը։ Արևմտամետ թևը Հայաստանի գսե որ հիբրիդային պատերազմը արդեն ընթացքի մեջ է եւ ամեն օր իրենք բայկարին այդ պատերազմին։ Կատակով ասեմ հիբրիդի ворթիները, հա, իրենց որտեվ նման բան չկա բնականաբար, դա մառազմ է, բայց Ռուսաստանը այս տարածաշրջանից չի հեռանալու։ Շատ པարզ պատճառով, որտեղ ինքը Կովկասյան պետություն է նայել։ Կովկասի մի մասը, Հյուսիսային Կովկասը, Ռուսաստանի սահմանների ներսում է։ Ոչ մեկ մեր հասարակության մեջ խաղաղությանը դեմ չի, բայց խաղաղությունը տարբեր մոդելներ ունի։ Խաղաղությունը բնավել հակառակորդի բոլոր թեզերի անվերապահ ընդունումը չի, որովհետև ամեն ինչին համաձայնվելը դա խաղաղություն չի։ Դա կարող է բերել կամ քո պետության ինքնության ոչնչացմանը, կամ էլ կարող է բերել նոր պատերազմ։ Աշխարհի որևէ երկիր հանուն Հայաստանի չի հակադրվելու Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի հետ։ Չունեն այդ շահերը այդ մարդիկ, քո զորով չի։ Նստած են Եգիպտոսում գագաթաժողովի։ Թրամփը շրջվում է դեպի Ալիևը, մատնացույց անում Ալիևին, ասում է Վաշինգտոնի համաձայնությունները այս մարդու համար կայացրեցի։ Թվում է անմեղ մի արտահայտություն է, բայց դա ինքը ամերիկյան քաղաքականության առաջնահերթություններն է բացահայտում։ Արևելքի արտագով բարև ձեզ, ես Սակարյանն եմ, գշարունակենք անգերց զրույցներում մեր շարքը, այսօր հյուրս դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է։ Բարի եկած, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Ուրախ եմ այս արիթին համար, մեր առաջին այս ֆորմատով հանդիպումն է։ Գրոհած եք այս Բաքու մեկնած բادվիրագության թեմ ինչն էր որ չհայնացուցած եւ նաեւ գարաչարգեիք օդարերգրյա կորձագալների մասին օրենքի ընդունումը։ Շնորհակալություն, հարցը շատ լավն է։ Ես ընդհանրապես որպես սկզբունքային դիրքորոշում Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը կողմ եմ։ Խաղաղության գաղափարին նույնպես կողմ եմ եւ այստեղ որևէ տարակույս չկա, որովհետեւ նախապատերազմյան փուլում, երբ շատ գործիչներ ոչ մի թիզականության պատվարի մեջ էին, ես այդ ժամանակ այն սակավաթիվ գործիչներից մեկն եմ եղել, որ փոխզիջումային հիմքով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման կողմնակից եմ եղել։ Փառք Աստծո, պահպանված են հարցազրույցները, թե տեսա, թե թղթային տարբերակով արխիվ կա այսինքն։ Այ իհարկե ցանկացած մեկը կարող է համոզվել։ Ավելին ես կարծում եմ, որ մենք պատեհություն կորցրեցինք կարգավորման գործընթացում սկսած 1998 թվականից։ Իհարկե այն ինչ տեղի ունեցավ 2018-ից հետո արտառոց էր, երբ որ Հայաստանի իշխանությունը ընդհանրապես որոշեց չբանակցել։ Այդպիսի բան չեն արել նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք 98-ին շատ կարևոր դերակատար էին այդ 98-ի process-երում, գիտեք։ Հիմա հետևաբար ես իսկապես կողջունեի Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումները, որովհետեւ քաղաքացիական հասարակությունը հենց այդ խնդիրն էլ առաքելությունն էլ ունի նպաստելու հաշտեցմանը, խաղաղությանը, եթե այդ մարդիկ լինեին քաղաքացիական հասարակություն։ Դուք գսեք, որ մանդատ չունին այս մարդիկ։ Ադրբեջանում էլ քաղ հասարակություն չի, այնտեղ ընդհանրապես անիմաստ է խոսել քաղ հասարակության մասին, որովհետև Ալիևը վերահսկում է բոլորին եւ ամեն ինչ։ Հետևաբար նրանք պետական ֆունկցիա կատարող մարդիկ են, գործիչներ։ Հիմա մեր պատվիրակությանը գանք։ Այս պատվիրակության կազմում բացառապես մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ ու մշտապես գործել են արևմուտքից ստացվող գրանտների հաշվին եւ այնպես է ստացվել, որ նրանք արևմուտքի քաղաքական որոշակի շրջանակների քաղաքական ազդեցության գործիք են։ Այսինքն նրանց օրակարգը ընդհանրություն չունի այն տրամադրությունների հետ, որ մեր հասարակությունը ունի։
Ինչ ունի մեր հասարակությունը։ Գիտեք, ոչ մեկ մեր հասարակության մեջ խաղաղությանը դեմ չի։ Բայց խաղաղությունը տարբեր մոդելներ ունի։ Խաղաղությունը բնավել հակառակորդի բոլոր թեզերի անվերապահ ընդունումը չի։ Այո, մենք պարտվել ենք գիմպի վճարենք եւ շատ քեշ պարտված է։ Եվ գինը վճարեցինք ցավոք սրտի։ Դա որևէ մեկս նախապատերազմյան ստատուս քվո վերադառնալու պատրանքել չունի։ Որևէ մեկս։ Բայց քաղաքական էլիտայի մեջ մեր կա խոսք որ Շալդարի Շուշիի մեջ։ Դե կներեք, բայց մագիստրալ որևէ ուժ չգիտեմ որ նման բան է ասում։ Նույնիսկ հիմա ամենազգայնական աստեցիկ ուժեր չեն ասում։ Մեյնսթրիմի ամենազգայնական կուսակցությունը վերցրեք, ուրեմն հայեղափոխական դաշնակցությունը նույնիսկ, որի հետ ես ունեմ անշուշտ գաղափարական եւ քաղաքական բազմաթիվ անհամաձայնություններ, որպես կուսակցության ղեկավար, բայց նույնիսկ նրանք նման անիրատեսման չեն ասում։ Իսկ մեր տիպի գործիչները, օրինակ ես չեմ վարանում եւ համարձակությունս հերիքում էլ է, որ ասեմ Լեռնային Ղարաբաղի խնդրի էջը փակված է ընդհանրապես։ Ավելին ասեմ, ես այդ վերադարձի կոնցեպտին էլ լուրջ չեմ վերաբերվում։ Ադրբեջանի գազմի մեջ չեք պատկերացնել արցախցիներու ապրելը։ Բայց եկեք քաղ հասարակության այդ խնդրին անդրադառնամ, հետո գամ ձեր այդ էլի շատ լուրջ հարցին։ Տեսեք, ինձ զայրացրեց իրենցից մեկի մի արտահայտություն, որ ովքեր քաղաքական խաղաղությանը դեմ են, գործակալ են կամ դավաճան են եւ այլն։ Հեշտ են այս բառերը։ Նախ որևէ մեկը խաղաղությանը դեմ չի, էլի ասել, էլի կրկնեմ։ Երբ որ խորքային քննարկումներ կան, ինչպիսի խաղաղություն է պետք, դա նույնիսկ խրախուսել է պետք, ոչ թե ծվիններով դրա։ Ուրեմն դա մանիպուլյացիա է, որ ինչ-որ մեկը Հայաստանում խաղաղության դեմ է, այդ մասին ամբողջ օրը մինվալ ազնագրում, հակին ազնագրում, որ ստեղ մարդիկ կան, որ խաղաղության դեմ են։ Այո, ռևանշիստներ ոչ։ Այո, պետք չի այսքան ադրբեջանական խոսից ստեղ գեներացնել։ Եվ երկրորդը եկեք իսկապես բացահայտենք, ասեցի, այդ մարդիկ արևմտյան ազդեցության գործիք են, որտեղ իրանց դրամաշնորհի շրջանակներից դուրս այդ մարդիկ օրինակ լսել եք այդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից որևէ մեկը ընդվզի, երբ որ քաղաքական պատճառով Հայաստանում մարդ է կալանավորում։ Ընդհանրապես այդ խումբի մեջ այդ առումով ռեակցիաներու չեմ հանդիպած։ Որտեվ իրանց դրամաշնորհը այդ նպատակով չեն ստանում։ Այսինքն օրինակ տեսեք կին կա Լիդիա Մանթաշյան։ Այո, միակ գին որը խոշտանգվում է, որովհետև կոմունիկացիաները լրիվ փակված է, կալանքի մեջ։ Վստահ եք, որ խոշտանգվում է։ Խոշտանգում հենց դա է։ Պարտադիր չի ֆիզիկապես խոշտանգում։ Հասկացա։ Այսինքն երբ որ մարդուն, երբ որ կալանքի տակ զրկում են անգամ տեսակցությունների իրավունքից, հոգեբանական խոշտանգման ձև է դա։ Հասկացա։ Կամ ես չեմ ասում թող իրենք Սամվել Կարապետյանի գաղափարները պաշտպանեն, բայց արժեր չէ ընդվզել են պարագայում, երբ որ մարդուն կալանքի տակ են վերցրել մեր ձևով արտահայտության համար։ Այսինքն եթե իրենք երկրի ներսում բարիկադներ չեն քանդում, ինչպես կարող են իրականացնել մի շատ կարևոր առաքելություն, որը բարիկադների քանդում է ենթադրում երկու թշնամացած ժողովուրդների միջև։ Ահավասիկ էս հայտարարությունից հետո իսկապես ես կարծում եմ, որ այս երկրին օտարերկրյա գործակալների մասին օրենք է պետք, ոչ թե դրսից աջակցությունը զսպելու նպատակով, այլ երեք խնդիր լուծելու։ Թափանցիկ իմանանք որտեղից է գումարը գալի, թափանցիկ իմանանք հասարակական ինչ գործնական համար է գալիս, եւ բարձենք ի վերջո այդ գործնությունը հակասության մեջ Հայաստանի ամտանգային կոնցեպտի հետ, թե ոչ, թե չէ ես դեմ չեմ միջազգային կառույցներից դրամաշնորհներ ստանալուն։ Ի վերջո Միացյալ Նահանգներում էլ չէ կավորենք։ Առաջինս Միացյալ Նահանգներն անցած դարի 30-ականներին նման օրենք ընդունել։ Պարոն Սուրենյանց, ամենևին ռուսական օրենք չի, ինչպես փորձում են ներկայացնել։ Ես ադիբիցեի պիտի չսեմ, բայց այս օրենքի ընդունումը նաև ընդդիմությունը պիտի չընդունի։ Եթե հարցանք ընդդիմության փողերը դուր գեն։ Գիտեք ինչ կա, թող բոլորը ստուգվեն։ Դուք կողմ եք։ Իհարկե, բայց չիմանանք, ուրեմն ես մի անգամից սկզբունքորեն ասեմ։ Քաղաքական նպատակով Հայաստան գումարներ չպետք է հոսեն
Ոչ Մոսկվայից, ոչ Բրյուսելից, ոչ Վաշինգտոնից, ոչ որևէ այլ մայրաքաղաքից։ Խնդրեմ, հումանիտար ծրագրեր եթե ֆինանսավորվում են, թող ֆինանսավորվում են, բայց դա թափանցիկություն է այդ ֆինանսավորման։ Ձեր համար որպես քաղաքացի, իմ համար որպես քաղաքացի պիտի ապահովված լինի։ Բայց չիմանանք ինչ է, հրապարակեն հաշվետվություն, թափանցիկ, առաջին մերկուսակցությունն է պատրաստ, խնդիր չունենք։ Իսկապես տեսնենք ինչ գումարն է։ Ձեր փողերը շատ չեն գերեվի Ֆարոն Սուրենից։ Շատ քիչ էլ չեն։ Մենք ամեն տարի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով շատ թափանցիկ ներկայացնում եք։ Ավելին ասեմ, միակ շատ քիչ կուսակցություններից ենք, որը նույնիսկ հարկային մարմինների առաջ ենք հաշվետու, այսինքն հաստիքը, որ կա կուսակցության ներսում, ձևակերպված է, այո, վճարում ենք եւ հարկատու ենք նաեւ։ Հիմա գամ ձեր այն մյուս հարցին, որ ասացիք, այսինքն իմ ընդվզումը դրա հետ էր կապված։ Ուրեմն եթե իրենց առաքելությունը վիճահարույց որոշակի վերապահումներով մենք բոլորս ավելի զուսպ ենք արտահայտվում իրենց առաքելության վերաբերյալ։ Մանավանդ այն բանից հետո, երբ որ սիրով գալիս են Հաջիևի ուղերձներն են փոխանցում Երևանում, բայց իրանց առաքելությունը հակառակը պիտի լիներ։ Մեր ուղերձները Բաքվում փոխանցել, ոչ թե այնտեղի ուղերձները Հայաստանի պիտի փոխանցեին նրանց քաղաքասարակության ներկայացուցիչները։ Գազես քիչ մը ծայրերը գլորցնելու միտում մը գա։ Դե ես դրա համար մենք երբ որ իրանց բավականին լոյալ ենք վերաբերում, գոնե իրենք պարկեշտ պիտի լինեն քաղաքական դերակատարների վերաբերյալ, այդ կարգի կատեգորիկ հայտարարություն, որ հնչեցնում են դավաճան գործակալ շատ զգույշ պիտի ասեմ, որովհետև ելի եմ կրկնում։ Իրենք քաղաքական գործիչ չեն։ Նախ քաղաքական գործիչ չեն, հետո տոլերանտությունից են խոսում Հայաստան եւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շատ լավ են անում։ Բայց Հայաստանի ներսում անհանդուրժողականության քարոզ են տանում։ Այսինքն ճիշտ։ Դուք մի հատ ուրիշ բան էլ ասեմ, էլի, քանի խոսել ենք։ Դուք նկատել եք Հայաստանում օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման Թրամփի ծրագիրը ովքեր են դատապետում։ Մարդիկ են դատապետում։ Ասում են էդի Հայաստանի համար գործանիչ կլա։ Մարդիկ են դատապետում, որոնք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ցանկացած պրոյեկտ, որ միակ կողմ են ու ասում են, բա մենք ոնց դիմակայենք մեզանից հզոր Ադրբեջանին։ Ուրեմն այդ մարդիկ անտեսում են ռեալիստական մոտեցումները ռուս-ուկրաինական պատերազմի հարցում եւ փաստորեն նեոլիբերալիստական գլոբալիստական ուժերի ձայնափողը դարձած համաշխարհային մի թեզ են առաջ մղում, որ այլ կերպ քան միջև վերջին ուկրաինացի Ռուսաստանին մաշեցնենք, այլ կերպ քան այդ թեզը դժվար է համարել, էլի։ Հիմա տեսեք, ես կողմ եմ բալանսավորված մոտեցումների։ Խաղաղության վերաբերյալ մեր հասարակության ներսում անպայման դիսկուրս է պետք։ Այդ դիսկուրսը ցանկացած իշխանության օգտակար է լինելու։ Ի վերջո, երբեմն հակառակորդին պետքա ցույց տալ, որ որոշակի դիմադրություն ունի մեր հասարակությունը, որpիսի իմունիտետը մեր ուժեղացնենք նրանցից գոնե ռիսկերը կառավարելու նպատակով, հա, որովհետև ամեն ինչին համաձայնվելը դա խաղաղություն չի։ Դա կարող է բերել կամ քո պետության ինքնության ոչնչացմանը, կամ էլ կարող է բերել նոր պատերազմի։ Որտեվ եթե դու ամեն ինչի համաձայնում ես հակառակորդ ճամբարից հնչող, տեսեք, ես շատ նրբանակատորեն թշնամի բառը չեմ օգտագործում։ Ասում եմ հակառակորդ։ Եվ ճիշտ է այդ է։ Որպեսզի հասարակական տրամադրությունները ավելի տոքսիկ չդարձնեն։ Բայց հակառակորդ երկրի բոլոր պահանջները եթե անվերապահորեն ընդունում ես, մեծացնում ես նրա ախորժակը։ Հետո բալանս չես կարող։ Ամեն ինչին այո ասելու մասին է։ Ինչ վերաբերվում է այո, առանց բայցերի խաղաղության կոնցեպտը, ու դա ոչ մի կապ չունի, ենթադրենք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկվող խաղաղության մոդելի հետ։ Բացարձակ ոչ մի կապ չունի։ Այդ կեղծում են գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ, որ փորձում են իրենց քաղաքական գիծը ներկայացնել որպես Տեր-Պետրոսյանի քաղաքական գծի շարունակություն։ Դեռ Տեր-Պետրոսյանը առաջարկում էր ուժեղի դիրքերից գնալ փողզիջումների, ինչ-որ բան տալ, ինչ-որ բան ստանալ։ Այո,
Այո, հավասարակշռություն նորմալ բալանսավորված խաղաղության բանաձևն է, չէ՞։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, որ զրույցի ընթացքում դուք լրացուցիչ տվեցիք, տեսեք, եթե ղարաբաղցիները վերադառնալու շանս ունենային, իրենց հողը չէին էլ թողի։ Ղարաբաղցիների վերադարձ ինչ պայմաններում հնարավոր է, եկեք անկեղծ լինենք մենք մեր հետ եւ չխաբենք այդ խեղճ մարդկանց, որոնք բոլոր բարդ է պատասխանել այս հարցին։ Երեք նախ բան կա, կամ նոր պատերազմ պիտի լինի, դու հաղթես, իրանք վերադառնան, որը իրատեսական չի, ցնոր կա։ Երկրորդը պիտի ինչ-որ միջազգային երաշխիքներ լինեն, որ այս մարդիկ դիսկրիմինացիայի չեն ենթարկվի, բայց մենք տեսանք, այնտեղ միջազգային երաշխիք կար, ռուսական մանդատով չգործեց։ Եթե որևէ մեկի ռուսները չուզեցին որ Չէ, պարոն Արյան, ես ձեր հետ համաձայն չեմ։ Ինչու։ Ասեմ։ Դե ռուսները Որովհետև չեկան Աֆղանստանում էլ ամերիկացիք ինչ-որ բան չուզեցին, ստացվում է։ Մենք մի բան հաշվի չենք առնում։ Ասեք։ Որ турբուլենտ աշխարհում ոչ մի երաշխիք չի աշխատում։ Այ դա ճիշտ եք ասում։ Հա, այսինքն տեսեք, Աֆղանստանից էլ ամերիկացիք չէ փախուստի դիմեցին։ Հիմա հիմա կարող ենք դնել Բայդենին մեղադրել, բայց արդյոք խնդիրը միայն Բայդենն էր։ Իմ կարծիքով ոչ։ Բայց ռուսները չէին գնար բահել։ Անգերց եկած ուկրաինական պատերազմից հետո ոչ։ Դա դրանով եք։ Իհարկե, բայց խաղը փոխվեցավ, չէ։ պետությունները փոխվում են։ Դրա համար նաև Ասադին փուրը դվին, չէ։ Հետո չմոռանանք մի շատ կարևոր հանգամանք։ Այն բանից հետո, երբ որ պետության ղեկավարը Հայաստանի գնում է Պրագա եւ Արցախը ճանաչում շատ ճիշտ եմ անում, որտեվ եթե դու նեղացնում ես միջնորդի գործնական դաշտը, կանխորոշում ես քո հայտարարությամբ Ղարաբաղի կարգավիճակը, միջնորդից էլ ինչ ես ուզում։ Ինձ գտվի, որ Երևան Մոսկվա հեռախոսները լավ չէին աշխատել։ Ես չեմ կարծում այդպես, Մոսկվայից մեզ 2010 տասականներից ինչ-որ բան էին ակնկալում Հայաստանից, շատ պարզ։ Փոխվել էր Մոսկվայի առաջնահերթությունները, դերևս Սիրիական պատերազմի մեկնարկից հետո, լավ այդպես ասեմ։ Երբ որ Ռուսաստանը որոշեց Սիրիական կոնֆլիկտում շատ ակտիվ ներգրավել, դրանից հետո իր առաջնահերթությունները փոխվեցին, իրեն Հարավային Կովկասը որպես թիկունք էր պետք, եւ ծնվեց այսպես կոչված Լավրովի պլանը։ Մոսկվայում մեզ պարզ ասում էին 2012-13 թվականներից սկսյալ, որ այլևս առաջի պատերազմից հետո հաստատված ստատուս քվոն իրենք պահել չեն կարող։ Եվ առաջարկում էին, որ գնանք այդ 5 շրջանների զիջմանը հարակից անվտանգության ինչ-որ երաշխիքների դիմաց։ Ընդ որում շատ հաստատուն երաշխիքների դիմաց։ Ինչու չարեցինք։ Որտեվ մեր էլիտաները վախենում էին գնալ խիզախ լուծումների։ Դա փողզիջում էր, ընդ որում զիջում չէր։ 5 շրջան հանձնում էիր Ղարաբաղ, Լաչին, Կերբաջարյան հայկականությունը երաշխավորում էիր։ Հիմա տեսեք, դա չարեցինք։ Բայց ռուսներն էլ մեղավոր, որ մեզ հստակ ասում էին, մենք էս կարմիր գիծը կարող ենք պահել։ 2 դարի չէ, 10 դարի երևի։ 14 թվականից հաշվեք մինչև 2020 թիվը 6 տարի։ Հիմա ռուսներն էլ մեղավոր, որ ասում էին մենք էս գիծը կարող ենք երաշխավորել, այս ստատուս գնացեք Հա, գնացեք թե մեր իրար հաջորդող իշխանությունները ու հատկապես Նիկոլ Փաշինյանն Դե գիտեք ինչ կա, դրա արդյունքում ամբողջ քաղաքական էլիտան բարոյալքված դուրս եկավ, ու արդյունքում բոլորս դավաճանած դուրս եկանք մեր առաքելությանը, հատկապես գործող իշխանությունը։ Հիմա տեսեք, վերադարձի առաջի պայմանը ասեցի։ Նոր երկու պայման, այսինքն նոր պատերազմ անել չեն կարող, որպեսզի վերադառնան, միջազգային գառանտիաներն էլ турբուլենտ աշխարհում չեն աշխատելու։ Մնում է երրորդ տարբերակ։ Վերադառնալ ոչ թե որպես քաղաքական միավոր, այսինքն որպես սուբյեկտ, Ադրբեջանի քաղաքացի, այլ որպես ադրբեջանի քաղաքացի։ Ռուզեն Արցախցի։ Եթե այդ տարբերակով պիտի վերադառնային, ինչ էին դուրս գալիս ընդհանրապես։ Ճիշտ է։ Հետո ստեղ մի շատ նուրբ բան նկատի ունենանք, եթե առանց սուբյեկտության վերադառնում են որպես ադրբեջանցի քաղաքացիներ իրենց հողն ու ջրին, նշանակում է պիտի պատրաստ լինեն, որ արական սեռի իրենց 18 տարեկան որդիները զորակոչվելու են Ադրբեջանի զինված ուժեր։ Կա այսօր որևէ ղարաբաղցի, որ այդ պայմաններով պատրաստ է վերադառնալ Ղարաբաղ, կարծում եմ ոչ։ Կոնկրետ հիմա ոչ։ Հիմա էլ առաջիկա տասնամյակներ չեմ կարող ասեմ։ Դրա համար ես ասում եմ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակված է։ Հիմա այսպես սկսեք դուք շեշտագի եւ որոշ առումներով համաձայն եմ ձեր հետ, բայց եկեք այստեղ
հնչեցնենք այն խաղապարը, որ ինտիմատիր ուժերու կարևոր մեկ դոգոսը առաջիկա ընդրություններուն Արցախի քարտը ցերքին պիտի ընդրադեղամաս վազել դա իր ասելով որ մենք պիտի վերադարձնենք Շուշին պիտի վերադարձնենք Արցախը պիտի Ես կուզեի դիմադիր որևէ գործընկեր նման խոսույթով չներկանա հասարակությանը, որովհետև այդ խոսույթը պարտվելու է, Այսինքն ծեր կարծիքով առաջիկա ընդրական ծրագիրներում մեջ պիտի չլա Արցախ բարը։ Եկեք այսպես ասեմ, ես միշտ ուղղախոս եմ, ինչի պատճառով երբեմն ընդդիմադիր որոշակի շերտերի հետ եմ խնդիրներ ունենում։ Ռեալիստական մոտեցման կրող եմ ես։ Ինչ ես կխոստանամ որպես քաղաքական լիդեր մեր արցախցի հայրենակիցներին, ես կարող եմ ասել շատ հստակ։ Իրենց շատ արագ ինտեգրում Հայաստանի սոցիալական քաղաքական հանրային կյանքին, որովհետեւ իրանք դառնան Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ եւ օգտվեն բոլոր այն իրավունքներից, որ մենք ենք օգտվում, եւ կատարեն բոլոր այն պարտավորությունները, որ կատարում են Հայաստանի քաղաքացիները։ Միակ բանը, որ ղարաբաղցիները ինչ որ մեկ այսօր կարող է խոստանալ, դա է։ Մնացածը հասարակությունը գիտեք շատ խոհեմ է։ Նախ ով ասես, որ Արցախի հետ կապված խնդիրներն են այսօր մեր հասարակության հետաքրքրությունների առաջի պլանում։ Հասարակությունը հավաքականության մեջ շատ լավ է իրականը, ոչ իրականից զատում։ Այո, մեր հասարակությունը չի ընդունում նաև Փաշինյանի պայմանական ասենք ուրացման կամ միակողմանի զիջումների մոդելը, բայց հասարակությունը նաև խիստ քննադատական հայացք ունի նաև անիրատեսական ազգային օրակարգերի նկատմամբ։ Առաջիկա ընտրությունները ավելի շատ ես պատկերացնում եմ, որ լինելու են խաղաղության պատկերացումների մասին, դրանք տարբեր անշուշտ կարող են լինել, եւ լինելու է կյանքի որակի մասին։ Իսկ սոցիալական кейսը ընտրություններում շատ մեծ է լինելու։ Որովհետեւ ինչա մեծ հաշվով մարդկանց խաղաղությունն է հետաքրքրում եւ կյանքի որակը։ Ով կասի հակառակը նշանակում է մեր հասարակության տրամադրություններին հաղորդակից չի։ Կամ էլ ինքը գնում է ուրիշ ուղությամբ եւ չախչախվելու։ Գիտեք, ախր տեսեք, մենք պիտի նկատի ունենանք շատ կարեւոր մի բան։ Անշուշտ Նիկոլ Փաշինյանի իշխանությունների ձախողումների համար պիտի դառնա պատմության սեփականություն։ Պիտի հեռանա, որովհետեւ դեմոկրատիայի կարեւոր սկզբունքը ոչ միայն օրինական ընտրություններով ձևավորված լինելն է, այլ նաև քաղաքական պատասխանատվության ինստիտուտը հարգելը։ Յուրաքանչյուրը պատասխան պիտի տա իր ձախողման համար։ Բայց Նիկոլ Փաշինյանի հեռանալով բոլոր այն խնդիրները, որ պետության առջև կանգնած են, արտաքին մարտահրավերները, բազմաշերտ չեն վերանում։ Մեր ընտրությամբ մենք Ալիևի հայացքը չենք փոխելու։ Մեր ընտրությամբ մենք կարող ենք ավելի արդյունավետ կառավարել են ռիսկերը, որ դրսից գալիս են։ Բայց մեծ հաշվով մեր ընտրությունը չի կարող ազդել Իլհամ Ալիևի օրակարգի վրա։ Ինչ-որ խմբագրումներ կարող են մտցնել։ Բայց դրանից նա չի դադարելու հավակնոտ լինել եւ խոսել ասենք Սևանի մասին։ Հա, եւ խոսել Սևանի մասին, որը ըստ էության Սևանի մասին զրույց չի, բոլորս էլ հասկանում ենք, այդ Գյոյչյան հետ կամ Բասար Գեչարը, որ ասում է, դա ժողովրդագրական էքսպանսիայի ծրագիր է։ Իրանք մի հարցում, որ ասում են մենք մեքենայով են գալու ոչ թե տանկերով, այդ հարցում իրենք այնքան էլ այնպես չի, որ խափում են, որովհետև տեսեք, երկու կարևոր թեզ են դնում 300,000 մարդու վերադարձ եւ անկլավների վերադարձ։ Սա ինչ է անելու։ Շատ ժողովրդագրական աղետի առաջ է Հայաստանը կանգնեցնելու, որտեվ մենք չենք աջում, պաստոր։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը սահմանից տեղափոխվում է Հայաստանի սահմաններից ներս, որը դուք շատ ծանոթ եք, հիմա մի տերմին կասեմ, սիրիականացման վտանգ է ստեղծում, նույնիսկ սիրիականացման չէ, ով որ ծանոթ է միջազգային կոնֆլիկտներից հիմա կհասկանա ինչ եմ ասում, ասենք արևմտյան ափի մոդելն է ստեղծում, որտեղ Արաբը
Իսրայելի պոլիսի թույլտվությամբ մի թաղամասից մյուսը պիտի տեղաշարժվի Եվ անցագետ պիտի։ Այո, այսինքն Երևանից մինչև Մասի գնալը։ Այո, այսինքն ժողովրդագրական էքսպանսիա է։ Լուրջ խնդիր է։ Հիմա Ադրբեջանը հետամուտ է այս ծրագրին։ Այդ դրա համար նաև խնդիր ունեմ այդ փորձագետների հետ, որոնք Հաջիևի պրյանիկը մատուցում են մեր հասարակությանը, բայց ռիսկերից չեն խոսում։ Ես չեմ ասում թույլ թվանք վերցնենք, պայքարենք Ադրբեջանի դեմ, դա կլինի արկածախնդրություն։ Բայց ես ասում եմ հնարավորություն կա ռիսկերը առավելագույնը կառավարել։ Գալ բալանսավորված այնպիսի լուծումների, որ մեր պետականության տակ միջնաժամկետ հեռանկարում ականներ չդնենք։ Դա սարսափելի հետևանքներ կարող է ունենալ։ Սարսափելի հետևանքներ։ Եվ մյուս ծայրահեղությանն էլ կողմնակից չեմ, որ մենք անտեսենք 44 օրյա պատերազմի իրողությունը եւ պահանջներ հնչեցնենք, որոնք մնացել են 44 օրյա պատերազմի փլատակների տակ։ Ինչ փոփոխություն է լինի Հայաստանում, երկու պատմական ամսաթվից հետ մենք գնալ չենք կարող։ Ցանկացած փոփոխություն որ կլինի Հայաստանում, Հայաստանը այլևս նախկինը չի լինի, քան էր մինչև 2018-ի ապրիլ-մայիսը, եւ Հայաստանը երբեք այլևս նախկինը չի լինի, քան էր մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը։ Այս երկու ամսաթիվը շրջադարձային է եղել, գուցե բացասական իմաստով, դա էական չի։ Շրջադարձային են եղել մեր պատմության մեջ։ Դուք ինչպես կվերապերեիք նոյեմբերի 9-ին պարոն Սուրենյանց։ Դա առավելագույնն էր, որ պարտված երկիրը կարող էր ստանալ։ Դե հիմա մեռած է այդ փաստաթուղթը այլևս։ Հետ քաշված չեն ստորագրությունները։ Չէ քաշված։ Չէ։ Իսկ դուք երաշխիք ունեք, որ Թրիպը 100%-ով իրականություն է։ Մանավանդ Տրամփի մասին եթե Այն պատճառով Ինչ պատճառով նոյեմբերի 9-ը չիրականացնավ, որովհետև այնտեղ կար մի հատ լուծում, հատկապես դրա 9-րդ կետը, որը ենթադրում էր ռուսական ազդեցության ուժեղացում լոգիստիկ առումով այս տարածաշրջանում, դրա բնականաբար հակադրվեցին արևմտյան էլիտաները եւ վերջո կարողացան հասնել դրան, որ նոյեմբերի 9-ը դե յուրե կա, բայց ընդդիմությունն էլ թշկո էր, բան Սուրենյան։ Դե շատ սխալ էր, ընդդիմությունը չհասկացավ։ Այո, կլնկեցին այդ թուղթը, չէ՞։ Նոյեմբերի 9-ը ամենաբալանսավորված լուծումն էր պարտված երկրի համար։ Ինչի՞, որովհետև մենք տալիս ենք հաղորդակցություն, որը ճանապարհից բարձր էր, բայց Միջանցքից ցածր էր իր կարգավիճակով, բայց դեմը ստանում ենք հայկական Արցախ Միջանցքով։ Այսինքն բալանս կար այդ փաստաթղթի։ Իհարկե, ոչ թե ճիշտ չկարդացինք, մենք պետական մտածողությունը մեզ դավաճանեց։ Այն նոյեմբերի 9-ը պարտված երկրի համար ամենաարժանավատ եւ հասանելի լուծումն էր։ Վաշինգտոնի հռչակագիրը իհարկե նոյեմբերի 9-ից վատնա։ Որովհետեւ բանը չկա, փոխադարձությունը չկա։ Դու տալիս ես եւ Արցախը չկա։ Հա, բանց եմ ասում, փոխադարձություն, բայց սուր ճոճել նույնիսկ նոյեմբերի 9-ի, նույնիսկ Վաշինգտոնի հռչակագրի դեմ չի կարելի։ Պետք է աշխատել Վաշինգտոնի հռչակագիրը եւ նոյեմբերի 9-ն էլ քանի դեռ չեղարկված չի, այդ բոլոր լուծումների մեջ գտնել ամենաբալանսավորվածը։ Եվ ի վերջո պետք է ակնկալել նաեւ, որ այս ուկրաինական պատերազմով առաջացած գլոբալ հակադրությունը կվերանա եւ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ինչ որ կոմպրոմիսային լուծումներ կգտնեն նաեւ մեր տարածաշրջանի համար, դա ամենաբարենպաստը կլինի Հայաստանի համար։ Գիտեք ինչ, Վաշինգտոնի կամ Մոսկվայի դեմ սուր ճոճելը անհեռանկար եւ մեղմ ասած արկածախնդիր վարկագիծ է։ Պետք է փորձել իրանց լուծումները լսել եւ գտնել բալանսավորված ինչ որ լուծումներ։ Այդ ձեր նախորդ հյուրերից մեկը, նաև ես, հանուն արդարությանը ասեմ, ես հարցում նույնիսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Թրիփի հետ կապված զարգացնող առաջարկներ են կարել, ոչ թե հակադրվող։ Օրինակ ասել ենք ավելի լայնացնել։ Օրինակ մենք խոսել ենք, ես ու Լևոն Զուրաբյանը խոսել ենք Հայաստանը իրան երկաթգծի կառուցման անհրաժեշտության մասին, որը թույլ կտա Թրիփը բաղադրիչով
հարստացնել, ինչը ստրատեգիական բալանս կձևավորի Սյունիքի շուրջ, ոչ թե ստրատեգիական հակամարտություն, հա, աշխարհաքաղաքական կենտրոնների։ Ռոբերտ Քոչյանն էլ մի հատ այլ առաջարկ էր արել, որը էլի արժանի է քննարկման, նա առաջարկել էր թռիփը չսահմանափակել այդ 42 կիլոմետրով, այլ հասցնել մինչև Երասխ, որ մենք էլ Նախիջևանի տարածքով կարողանանք Գյուրին երթևեկել, ասենք Երևանից Մեղրի գնալ։ Հոգուտ մեզի գալ։ Այո, այսինքն պետք չի հակադրվել ոչ նոյեմբերի 9-ին, ոչ թռիփին։ Պետք է աշխատել հնարավորությունները գտնել այդ փաստաթղթերում, առաջացած ռիսկերը արդյունավետ կառավարել, ինչ որ բալանսավորված լուծման գալ։ Եթե մենք տկար ենք եւ ռեսուրս չունենք Ադրբեջանի դեմ սուր ճոճելու, բա ոնց ենք արկածախնդրություն ունենում Մոսկվայի կամ Վաշինգտոնի դեմ սուր ճոճել։ Չէ՞ որ այդ երկու մայրաքաղաքում դրվել են նաև միջուկային տերություններ Ռուսաստանի նախագահի եւ Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունները եւ նրանք ամենևին էլ հավասարակշիռ չեն նայելու, ախրով չեն նայելու, ինչպես ենք մենք այդ ստորագրությունները անտեսում։ Սուրենյանց, գիտեք, դարբեր հարցազրույցներու ընթացքին գարմիր թելով ընթացք մը գա, հատկապես ոչ իշխանության մերձ կամ նույնիսկ իշխանության հանդեպ հակակրանք ունեցող հյուրերու կողմէ, որ այսօրվա գդրվածքով նախկին նախագահները գխանկարեն ընդդիմության կորձը։ Դուք ինչքանով ամացայնեք եւ դուք ցեզ ուր գտեսնեք այդ ոճի բայկարի մեջ, որովհետեւ ըստ երևույթին դեղ մը գա հայտարարեց, չէ՞ Նիկոլ Փաշինյանը, այս ընդդիմությունը կանց է ինձ համար։ Ուրիշ տեղ այսպիսի բան չենք լսած, երբեք չեմ լսած Լիբանանի մեջ, որ իշխանությունները ասեն ընդդիմությունը կանցս է։ Շատ լեգիտիմ հարց եք տալիս։ Էլի ստեղ տարբերվող կարծիք ես ունեմ։ Տեսեք, նախկին նախագահների ովքեր իրենց բոլոր թերություններով հանդերձ այնուամենայնիվ մեր պետականության ընթացքում որոշակի ներդրում ունեն Արցախ, Հայաստան եւ այլն, ընդհանուր եմ դիտարկում էլի, ոչ միայն նախագահական փուլը իրենց, նախկին նախագահների իշխանություն վերադառնալու պատմանը փակվեց Արցախի կորստով։ Այդ մարդիկ իրենց քաղաքական կենսագրության համար, իրենց նախագահության համար պարտականային Արցախին։ Այսինքն համազգային շարժման ակունքներից ծնված գործիչներ են նրանք, բոլորն էլ, երեքն էլ։ Եվ այդ кейսով էին ձևավորել։ Լևոն Տեր-Պետրոսյանը չի էլ ուզում, այսինքն Սերժ Սարգսյանն էլ չի ուզում դրա մասին հրապարակավ հայտարարելա, այստեղ մնում է Ռոբերտ Քոչյանի խնդիրը։ Տեսեք, ես կարծում եմ, որ նա Արցախի կործանումը փակեց իշխանություն վերադառնալու այս մարդկանց հնարավորությունը, այսինքն փակեց մի հատ մեծ ցիկլ, իրանց պատմաքաղաքական առաքելության ցիկլը փակվեց։ Սա ֆիքսենք ուրեմն։ Ես սա միջայլոց շատ անկեղծ մասնավոր զրույցներում եւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին եմ ասել այս կարծիքս եւ ասել եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Առաջին անգամն է եթերով գհնչե մեր մոտ։ Այո, ես երկուսի հետ էլ պարբերաբար շփվում եմ, թե առաջին, թե երրորդ նախագահների, ասեմ բավականություն եմ նաեւ ստանում այդ շփումներից, որովհետեւ մասսավոր շփումները ավելի անկաշկանդ զրույցի հնարավորություն են ստեղծում եւ իրենց անկեղծ իմ կարծիքը ասել եմ։ Որ Արցախի կորուստը փակել է, դե պատմաշրջան է փակվել իրանց հերոսներով։ Անկախ նրանից այդ հերոսների նկատմամբ որս ինչ վերաբերում ունենք, այո։ Ինչ պետք է անել։ Բայց մյուս կողմից այն մարդիկ, ովքեր ուզում են երրորդ բևեռ ձևավորեն, օրինակ Սուրեն Սուրենյանցը, ին վրա բերեմ օրինակը, որպեսզի կոռեկտ լինի, հա։ Իրավունք չունեն ասեն, այ դու քաղաքականությամբ մի զբաղվի, դու հեռացի։ Ուրեմն երբ որ Սուրեն Սուրենյանցը կամ որևէ այլ գործիչ
այնպիսի քաղաքական ապրանք, product կստեղծի, որ հասարակությունը դրա կարիքը կունենա, ավտոմատ նախկին նախագահները վաստակած թոշակի կգնան։ Այսինքն հրահանգով չի, որ նրանք չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Ավելի գլար է։ Իհարկե, ի՞նչ է նշանակում նստել եւ ասել այս պիտի չզբաղվեն քաղաքականությամբ, որ կարողանանք իշխանապողություն անել։ Չէ, եղբայր, իրանց զբաղվելը խնդիրը չի։ Քո product չունենալն է խնդիրը։ Այո, որ Սուրեն Սուրենյանցը կստեղծի այն product-ը, որ հասարակության համար համոզիչ կլինի, այդ օրակարգի շուրջ հասարակությունը կկոնսոլիդացվի, երեք նախագահների գործոնների մասին որևէ մեկը չել հիշի։ Չել հիշի։ Հիմա այս ընտրական ցիկլը շատ հետաքրքիր հնարավորություններ է ստեղծել։ Կա Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին նախագիծ, կա Սամվել Կարապետյանի նախագիծը։ Հիմա գուցե քաղաքական դաշտի կոնֆիգուրացիան ամբողջովին փոխվի։ Իհարկե, որտեվ մտել են մարդիկ խաղի մեջ կոնկրետ ծրագրերով եւ հասարակության արձագանքներից դատելով հասարակությունը որոշակի հետաքրքրություն ունի այդ կոնցեպտների վերաբերյալ։ Հետևաբար նախկին նախագահների իշխանություն վերադառնալու էջը փակված եմ համարում, բայց արհեստական եմ համարում, որ անդադ նստենք ասենք այրանք կերանենք, ահա իհարկե։ Բան ստեղծի, իրենք այսպես թե այնպես տարիքի բերումով էլ քաղաքական դաշտից կհեռանան։ Բայց բան չստեղծած, երբ որ ասում ես, այ դուք եք խանգարում, կներեք պատմություն կա, չէ, Կրիլովի հայտնի բանը, փիղն ու Մոսկվանու փիղը, նման բան կա, չէ, առակ կա։ Շատ նմանվում է դրանով, էլի։ Պետք է բան ստեղծել մարդկանց հնարավորություն տալով, որպեսզի նրանք գնան վաստակած հանգստի, այո։ Պարոն Սուրենյանց, այս բոլորի առընթեր դուք ինչպես կսահմանեք ռուսական նոր թերը, այս կտեսնենք, որ Թրամփը ամեն ջիկ պիտի ինի աս խաղաղության ինչ որ պլանը 28 գեդանոց կյանքի գոչելու, անգեյետ մենք ռուսական նոր զեփյուրներ կամ կամիներ մի դեսնենք, որտեղ ծեր ընտիմախոսները, ավելի ճիշտ արևմտամետ թևը Հայաստանի, գսե որ հիբրիդային բادرազմը արդեն ընթացքի մեջ է եւ ամեն օր իրենք բայկարին այդ բادرազմին։ Կատակով ասեմ հիբրիդի ворթիները, հա։ Իրենց որտեվ նման բան չկա բնականաբար, դա մարազմ է։ Չեք ընդունիր։ Դե լավ բանը մի քիչ լուրջ չի էլի, որ պատկերենք մի միֆ, որ մի հատ հզոր կայսրություն զբաղվում է, համառորեն չի կարողանում բարդությունում պատերազմում ջախջախված մի փոքր երկրի հարցերը լուծել։ Իրանք էլ հերոսաբար դիմադրում են։ Այդ մի քիչ կոռեկտ էլ չի, պոլիտկոռեկտության բան է, էլի, բանը խախտ։ Էթիկայի խնդիր կա։ Գիտեք, Ռուսաստանի ազդեցությունը իհարկե տարածաշրջանում որոշակիորեն սահմանափակվել է, դա կապված է ուկրաինական պատերազմի հետ, եւ դա կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ ուկրաինական պատերազմի բերումով Ռուսաստանը ավելի լոյալ վերաբերմունք է ցուցաբերում Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ, որպեսզի Արևմտյան պատժամիջոցները կարողանան շրջանցել։ Պետք ունի ուղղակի։ Պետք ունի իր առաջնահերթություններից ելնելով։ Եվ պետք չի որ որևէ երկրի մենք իր առաջնահերթությունների տեղը ցույց տանք։ Բայց Ռուսաստանը այս տարածաշրջանից չի հեռանալու։ Շատ պարզ պատճառով, որտեղ ինքը կովկասյան պետություն է նաև։ Կովկասի մի մասը, հյուսիսային Կովկասը, Ռուսաստանի սահմանների ներսում են։ Մի տեղից չի կարող պետությունը հեռանալ, երբ որ այդ տեղում այնքը գտնվում։ Այսինքն Այստեղ բալանս կարող է փոխվել, վակուումը Թուրքիայի ուժեղացումը լցնի, արևմուտք ստեղ չի գալու, դուք ինքնին բոլորս էլ հասկանում ենք, ռեգիոնը գտնվում է թուրքական, ռուսական, իրանական շահերի խաչմերուկում։ Բալանս կարող է փոխվել, մեկը մի քիչ ուժեղանա, մեկը մի քիչ թուլանա, հետո էլի դեր փոխվի։ Ուզում եմ հիշեցնել, որ 20-րդ դարում երկու անգամ Ռուսաստանը հեռացել է Հայաստանից, հետո Շռնդալից հետ է եկել, կամ տարածաշրջանից։ Այդ պատմությունը կրկնում նախապորցը գա, բա նոր բաներ տեղի չի ունենում։ Մեծ 17 թվականի հեղափոխությունից հետո հեռացավ, հետո թափով հետ եկավ ավելի հզոր բանով։ 1991-ին սովետական միության փլուզումից հետո հեռացավ կամ թուլացավ, հետո էլի վերադարձավ։ Պատմությունը զիգզագ է, այսինքն միագիծ ընթացք չի։ Ինքը Ռուսաստանը մնալու է Հայաստանի շատ կարևոր ստրատեգիական գործընկեր է։
Սա ամենևին չի բացառում, որ Հայաստանը շատ արժեքավոր գործընկերություն պիտի ունենա նաև արևմուտքի երկրների հետ, նաև հարևան Վրաստանի եւ Իրանի հետ, այսինքն ես միշտ կողմ եմ եղել բազմաբևեռ բալանսավորված արտաքին քաղաքականությունը, որտեղ մենք փոխլրացման հիմքով ենք կառուցել մեր արտաքին քաղաքականությունը, բայց արտաքին քաղաքական ռևերսները չեմ ընդունում, ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունը, որտեղ դա կարող է բերել աղետալի հետևանքներ։ Ռուսաստանը գուցե վատ դաշնակից է եւ չի կատարում իր անվտանգային այն պարտավորությունները, որ ունի Հայաստանի առաջ։ Այդպես է։ Բայց չկա որևէ այլ երկիր, որը պատրաստվում է անվտանգության երաշխիքներ տալ։ Կարող եմ ապացուցել, ցանկացած մարդու հետ կարող եմ բանավիճել։ Հույսել չկա։ Չէ, օբյեկտիվորեն չկա նման իրավիճակ։ Հրաշք կրնաբադայել։ Հա, որտեղ աշխարհի որևէ երկիր հանուն Հայաստանի չի հակադրվելու Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի հետ։ Չունեն այդ շահերի հետ մարդիկ, քո զորով չի։ Նույնիսկ մի անշար օրինակ բերեմ, որ մեր հերոստատիտողի համար պարզ լինի։ Նստած են Եգիպտոսում գագաթաժողովի։ Թրամփը շրջվում է դեպի Ալիևը, մատնացույց անում Ալիևին, ասում է Վաշինգտոնի համաձայնությունները այս մարդու համար կայացրեցի։ Թվում է անմեղ մի արտահայտություն է, բայց դա ինքը ամերիկյան քաղաքականության առաջնահերթություններն է բացահայտում։ Այդ ժեստով, հա։ Իհարկե։ Մեկ-մեկ պրիմիտիվ կամ կենցաղային խոսենք ավելի շատ է։ Այո։ Նոր նրա հայրենակցին եմ փնտրում դալիճում, հա։ Հիմա ցավոք այդպես է։ Մենք մեր խնդիրը գիտեք ինչն է, հարգելի Սակո, որ մենք անկատար անվտանգային համակարգը, որը ռուսականն է, որից օբյեկտիվորեն դժգոհ ենք, համեմատում ենք իդեալական մի հատ անվտանգային համակարգի հետ, որը գոյություն չունի։ Մենք ռուսական անվտանգային անկատար համակարգը պիտի համեմատենք դրա իսպար բացակայության հետ։ Պիտի նկատի ունենանք, որ այս անկատարն էլ եթե չեղավ, ինչ կլա մեր հալը։ Հիմա ես մի պատմական բան ասեմ, խնդրեմ եթերից հետո էլ կարող եք խորել ասածից մասին։ Հատկապես երբ բաժին հասավ Հայաստանին այն շատ նվաստացուցիչ զիջումները 2022-ից հետո երբ որ Ռուսաստանը թուլացավ այստեղ իր բալանսավորող զսպող գործոնը թուլացավ եւ վակուում առաջացավ այսինքն այնքան ամեն ինչ այնքան միանշանակ չէ ինչպես պնդում են մեր արևմտամետները կամ նույնիսկ ընդհանրապես միանշանակ չի հետեւաբար ես իհարկե շատ ցանկանում եմ որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտ ավարտվի բայց թույլ տվեք ինձ ասել Թրամփի կազմած 28 կետանոց ծրագիրը միջև հիմա ռուս-ուկրաինական կարգավորմանը վերաբերող իմ տեսած ամենաիրատեսական ծրագիրն է, որովհետև դա հաշվի առնում գետնի վրա եղած իրողությունները։ Բայց այդ ծրագիրը թույլ տվեք վստահաբար պնդել, որ կյանքի չի կոչվելու։ Ինչու՞։ Որովհետև առայժմ Եվրոպայի օգնությամբ Ուկրաինան պատերազմելու ռեսուրս ունի։ Բայց թույլ տվեք երկրորդ պնդումն էլ անեմ 4-5 ամիս անց Ուկրաինային շատ ավելի անբարենպաստ ինչ որ ինքը Թրամփն էլ ասաց ծրագիր առաջարկելու մոտավորապես շատ նման է գիտեք ինչի եթե հոկտեմբերի 19-ին երբ որ դերևս միայն Ջաբրայելն ու Հադրութն էինք կորցրել Նիկոլ Փաշինյանը եթե ընդունել ռուսական պլանը մենք շատ ավելի տարբեր իրավիճակի մեջ լավ վիճակով դուրս գանք պատերազմից, քան նոյեմբերի 9-ի թուղթը։ Հիմա նույն բանը այստեղ է, ինչ տարբերություն։ Էլի դիսբալանս։ Բայց գարձես body language-ից Զելենսկի ինքը պատրաստ է ինչ որ եւ վախունի իր մեջ։ Ես երբ որ եկել եմ ձեր տաղավար, կարդացել եմ Երմակի բավականին անհաջող հարցազրույցը իմ կարծիքով, որտեղ նա ասում է կարող եք մոռանալ 28 կետերի մասին, որտեղ հիմա այլևս այլ բան է քննարկվում։ Բայց չէ որ եթե այդ 28 կետերից մի քանի սկզբունքայինը հանում ենք, այդ դեպքում էլ Ռուսաստանն հրաժարվելու փաստաթուղթը ստորագրել, իսկ գետնի վրա ում ձեռքն նախաձեռնությունը Ռուսաստանի։
Ու հիմա թևակողել է Ուկրաինան մի հատ փուլ, տեսեք, Եվ գաղտնիք չէ Ռուսաստանը առաջա գնում ու այն տարածքները, որոնց շուրջ հիմա վիճում են, չէ, հետևում են։ Ես օրինակ շատ ինտենսիվորեն հետևում եմ։ Առնվազն 3 մարզով, ընդ որ մի ճակատով առաջ չի գնում։ Դոնեցկ, Խարկովի ուղղություն, Կուպրյանսկ, բանը Դնեպրի ուղղություն։ 3 ուղղությամբ առաջ է գնում։ Հիմա ես շատ կուզենայի, որ այնուամենայնիվ պատերազմը կանգնեցվեր, առաջինը որտեղ հումանիստ եմ, բայց երկրորդը որտեղ մտածում եմ Հայաստանի շահերի մասին։ Ինչքան շուտ այդ պատերազմը Շատերը դխրում են։ Չէ, տեսեք, ինչքան շուտ այդ պատերազմը ավարտվի, այնքան Ռուսաստանի ձեռքերը անկաշկանդ կլինեն եւ նա կարող էր կայունացնող դեր նաեւ Հարավային Կովկասում խաղալ։ Պարզ ասեմ, ավելի քիչ Թուրքիային եւ Ադրբեջանին զիջելու ցանկություն կունենա ինչ-որ հարցերում, որտեղ այլևս պատժամիջոցները շրջանցելու անհրաժեշտություն չունենա, բայց որ ամենակարևորն է, Հայաստանը մի հատ շատ ծանր երկընտրանքից կազատվի, ընտրություն կատարել Արևմուտքի թե Ռուսաստանի միջև։ Ինչը մեզ ավելի բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն կտա եւ շատ հնարավոր է, որ Սյունիքի ճանապարհի շուրջ մենք կոնսենսուս ձևավորենք, ոչ թե հակադրություն։ Կոնսենսուս ձևավորենք, որը էապես կթույլատնի ռիսկերը, իհարկե։ Ռուսաստան, Ամերիկա առաջին հերթին, որտեղ գաղտնիք չի, որ տարածաշրջանում հատկապես իրենք են։ Սա բոլոր առումներով մեզ ձեռնտու է այդ պատերազմի շուտ ավարտը։ Հետո եթե մեր արևմտամետները կներեք խիստ խաղաղասեր են Ադրբեջանի հանդեպ, ես զարմանում եմ, որ իրանք խիստ մարտնչող են, երբ խոսքը ռուս-ուկրաինական պատերազմին է։ Մենք չունենք արևմտամետներ։ Ցավոք սրտի այդ մարդիկ թուրքական կամ արևմտյան շաբաշով հակառուսական գրեկ ստրիպտիզ պարող մարդիկ են։ Որտեղ է նրանց արևմտյան արժեհամակարգը։ Արևմտյան արժեհամակարգի կրող եմ ես, բայց արժեհամակարգը եւ աշխարհաքաղաքական դիրքավորումը երկրի իրարից տարբեր են, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Ես դեմոկրատիային շատ ավելի հավատարիմ եմ, քան իրենցից շատերը, որտեղ իրենք աշկ են փակում քաղաքականավորների արկայության փաստի վրա։ Ձեզ թվում է բոլոր քաղաքականավորների հետ ես սկզբունքորեն համաձայն եմ իրենց ասելիքների։ Ոչ։ Առաջիններից մեկն եմ եղել, որ չնայած մեր անձնական մտերմությանը Բագրատ Սրբազանին քննադատել եմ, երբ որ ասեց ոսկեպարով գնում ենք դեպի Արցախ։ Ճիշտ է, հիշում եմ այդ օրը։ Բայց առաջիններից մեկն եմ եղել, որ Բագրատ Սրբազանին կհամարեմ իմ եղբայրը, քանի դեռ նա ճաղերի հետևում է։ Այսինքն կապ չունի, ես գումարտային վերաբերմունք իմ ելակետը նրա չի ձևավորվում այն հանգամանքով մարդը իմ համակիրն է, թե իմ համակիրի չի։ Եթե մարդը քաղաքական դրդապատճառով հայտնվում է անազատության մեջ, արևմտյան արժեհամակարգ ունեցող մարդը այդ մարդու ազատության համար պիտի պայքարի։ Հակառակ պարագայում կհայտնվենք շատ տխուր տեղ, մի օր կարողանանք ամբողջովին տոտալիտար երկրում։ Ես չեմ ուզում մենք մեր ու Ադրբեջանի շատ կարևոր հատկանիշ, տարբերակիչ հատկանիշ վերացնենք, որ մենք ձգտում ունենք դեպի քաղաքացիականությունը, Ադրբեջանը ոչ։ Բայց որpիսի այդ տարբերակիչը չվերանա, մենք իսկապես կամ ինչի արևմտականությունը վիտերնիզացիան համարվում հակառուսականություն։ Սա աբսուրդ է։ Արևմտականությունը ինչ կապ ունի հակառուսականության հետ։ Կներեք, դա այդպես է միայն Եվրոպայի գլոբալիստական շրջանակների համար, որոնց էպոխա մոտենում է ավարտին։ Դուք շատ լավ գիտեք, որտեղ գիտեմ, որ միջազգային անցուդարձին հետևում եք, որ շուտով Ֆրանսիայում, Գերմանիայում շատ մեծ վտանգ կա, որ եվրոսկեպտիկներն են գալու իշխանության։ Հատկապես Ֆրանսիայում այդ վտանգը շատ մեծ է, որտեղ բոլոր հարցումներով ազգայնականների տեխնացու Բարդելան հաղթանակ է տանում նախագահական առաջիկա ընտրություններում։ Այսինքն մեր արևմտականությունը կողմնորոշվում է դեպի մի աշխարհաքաղաքական կենտրոն, որը նոր աշխարհակարգում չգիտենք էլ գոյություն ունենալու է թե ոչ։ Սա է իրականություն։ Անկեղծ զրույց էր, շնորհակալ եմ, պարոն Սուրենյան։ Ես միշտ անկեղծ եմ, ձեր YouTube-յան
ալիքին մաղթում եմ։ Համահունչ, հա։ Մաղթում եմ մեծ դիտումներ Շնորհակալ ենք։ եւ մաղթում եմ իրական տոլերանտություն, որ բազմակարծության հարթակ լինի։ Ճիշտ եք։ Եվ այդ առումով նաև մեր հորթորը եւ հարգանքը մեր հետևորդներուն, որբեսի հետևին մեր հաղորդումներուն այդպիսով խտանած գլան անգախ մամուլի մեր առաքելությունը այսօր հյուրս քաղաքական գործիչ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյան ծեր բարին ցես